Հրապարակը գրում է. ընտրությունները սարերի հետևում չեն, բայց հայրենի ընդդիմությունը կարծես չի ընդունում, որ Նիկոլ Փաշինյանին հաղթելու համար պետք է մի քանի խնդիր լուծել։ Առաջինը գոնե մի քանի ամսով հրադադար կնքել, իրար չվարկաբեկելու, միմյանց հանդեպ հակաքորոշչությունը բացառելու համար։ Երկրորդ, պայմանավորվել հետընտրական զարգացումների մասով, Գյումրի 2 սցենարով գնալու մասին։ Երրորդ, համոզել անցողիկ շեմը պոտենցիալ չհաղթարող ուժերին չառաջադրվել, որ ընտրական ձայները չփոշիացնեն եւ չնպաստեն գործող իշխանության վերարտադրությանը։ Թերթը հիշեցնում է, որ 4%-ի շեմը չանցած ուժերի ձայները գումարվելու են խորհրդարան անցած ուժերին եւ ամենաշատը դրանից շահելու է առաջին տեղը զբաղեցրած ուժը։ Հենց այդ փոշիացման պատճառով վաղարշապատում կպնզավթեց իշխանությունը, իսկ 2021-ին կայուն մեծամասնություն ստացավ։ Ինչն է խանգարում ընդդիմադիրներին մի քանի հարցում իրար հետ լեզու գտնելու։ ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը դեռ անցած տարեվերջին ընդդիմադիրներին համագործակցության առաջարկ էր արել 5 կետից կազմված, ապա հանդիպումներ ունեցավ գրեթե բոլոր ակտիվ խաղացողների հետ։ Երեկ նա թերթին փոխանցել է, որ դեռ վերջնական համաձայնություն չի կայացվել իրենց առաջարկած օրակարգի շուրջ, բայց եւ հույս հայտնեց, որ առաջիկայում կլինի։ Հարցի կարևորությունն այնքան մեծ է, որ մնացած բոլոր տարաձայնությունները պետք է մնան երկրորդ պլանում, եւ մեր երկրի շահը ընդդիմադիր դաշտի նաեւ հաջողության հասնելու շահը ստիպում է, որ գնան դրա ձևավորմանը։ Առնվազն մի շարք կարևոր հարցերի շուրջ ընդդիմությունը պարտավորելի է արժեք համագործակցել։ Հրապարակը գրում է. վերջին շրջանում դատարանները սկսել են քաղաքական աղմկոտ գործերով կալանավորված անձանց խափանման միջոցները փոխել տնային կալանքով։ Անձի ազատության առումով տնային կալանքը ավելի խիստ ռեժիմ է ենթադրում, քան բանտային կալանքը։ Լրացուցիչ սահմանափակումներ են դրվում անձի տեսակցությունների, հաղորդակցության նկատմամբ, սակայն հանրային ընկալման մեջ դա դրական փոփոխություն է։ Մարդը գոնե իր տանը կլինի պատճառաբանությամբ։ Այդպես վարվեցին Միքայել եւ Մկրտիչ սրբազանների, Դավիթ Համբարձումյանի, սրբազան շարժման գործով անցնող Արցախցի падգամավոր Դավիթ Գալստյանի եւ ուրիշների մասով։ Քաղբանտարկյալների նկատմամբ այս մեծահոգությունը իշխանությունը սիրահուժար չի անում։ Վերջին շրջանում ընդդիմությունը հանրային տարբեր շրջանակներ բարձրաձայնում են Հայաստանում քաղաքական հալածանքների դեպքերը, միջազգային հանրությանը մեղադրում բռնությունները խրախուսելու համար, նամակ բողոքներ են հղում տարբեր կառույցների եւ դա որոշակի ազդեցություն է ունեցել։ Միջազգային գործընկերները Փաշինյանին հորդորել են ընտրությունների նախաշեմին ռեպրեսիաները մի քիչ թուլացնել, որ իր հեղինակությունը փոքր-ինչ բարձրանա։ Ասել են, որ իրենք այլևս չեն կարող նման մասշտաբների ռեպրեսիաների նկատմամբ աչք փակել եւ ձևացնել, թե Հայաստանում ժողովրդավարություն է տիրում։ Ժողովուրդը գրում է. ՀՀ կառավարությունը նախատեսում է գրեթե 200 միլիոն դրամ ֆինանսական աջակցություն հատկացնել Սևան Ստարտափ Սամիթին նաև 2026-ին։ Այն մեկնարկելու է հուլիսի 26-ին Սևանի ափին, որը համախմբելու է տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներին, ներդրողներին եւ ընկերություններին։ Միջոցառման հիմնական մեծ բեմը, որը պետք է տեղակայված լինի միջոցառման հիմնական տարածքում, արժեցել է 24 միլիոն դրամ։ Հիմնական անցակետը, մուտքի, ելքի ընթացակարգը եւ հյուրընկալության ծառայությունը արժենալու են 18 միլիոն դրամ։ Բազմաֆունկցիոնալ սննդի կետը արժենալու է 15 միլիոն 198 հազար դրամ։ Վրանային ավանը, որը նախատեսված է միջոցառման հիմնական մասնակիցների գիշերակացի ապահովման համար, արժենալու է 28 միլիոն 800 հազար դրամ։ Ընդհանուր նկարահանման արժեքը կազմել է 24 միլիոն դրամ։ Սանհանգույցների եւ լոգարանների դրանց սպասարկման արժեքը կազմել է 36 միլիոն դրամ։ Համազգեստի, տպագրության, բեյջերի, ուղեցույցի, նոթատետրերի, քարտեզի, դրոշների եւ միջոցառման հիմնական մասնակիցների համար պատրաստվող բրենդային շապիկների, հուդիների եւ այլ պարագաների ընդհանուր արժեքը կազմել է 32 միլիոն 400 հազար դրամ։ Ժողովուրդն ուսումնասիրել է Հայկ Կոնջորյանի եղբոր Ավետ Արսենի Կոնջորյանի վերաբերյալ քրեական գործի նյութերը։ Ըստ պաշտոնական տեղեկության, փաստի առթիվ քրեական գործը հարուցվել է 2009 թվականի դեկտեմբերի 25-ին Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից։ Նույն թվականի դեկտեմբերի 28-ին որոշում է կայացվել Ավետ Կոնջորյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, խարդախություն առանձնապես խոշոր չափերով։ Դատարանի վճռում արձանագրված է, որ մեղադրյալները գործել են նախնական պայմանավորվածությամբ եւ խաբեությամբ հափշտակել են տուժողի գումարները։ Մեղադրանքն ամբողջությամբ ընդունվել է Ամբաստանյալ Կոնջորյանի կողմից։ Դատարանը Ավետ Կոնջորյանին մեղավոր է ճանաչել հաշվի առնելով նախնական կալանքը, վերջնական պատիժը սահմանվել է 3 տարի 6 ամիս 8 օր։ Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիմքով պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 3 տարվա փորձաշրջան, իսկ կալանավորումը վերածվել է դատարանի դահլիճում։ Թերթը բազմիցս անդրադարձել է նաև Հայկ Կոնջորյանի
Կոնջորյանի գույքային ձեռքբերումներին, մասնավորապես առանձնատան գնի եւ եղբոր հետ կապի մասով։ Աղբյուրները նշում են նաեւ, որ առանձնատունը վաճառող ընկերությունը Milon Mining ՍՊ-ն ունի կապեր Կոնջորյանների ընտանիքի հետ։ Այդ ընկերության տնօրենն է Ավետ Կոնջորյանը, ում մասին հիշատակվում է նաեւ Դատալեքսում կատարված խարդախության քրեական գործի մեջ։ Իրավունքը գրում է. Տիրադավ եպիսկոպոսների տանն ընկած կռիվը գնալով ավելի է լրջանում։ Բանն այն է, որ ըստ վերջիններիս մոտ կանգնած աղբյուրներին նրանք սկսել են իրար կասկածել։ Ժողովներին Նավասարդ arczepiskopos Կճոյանի հրամանով մինչև տեղը տեղին չեն ստուգվում, չեն մտնում քննարկումների։ Սկսել են իրենք իրենց մեջները կրիսների ման գալ։ Առաջին կասկածյալն ընդ որում Արցախի թեմի առաջնորդ Վրդանես Սրբազանն է։ Հրապարակը գրում է. Գաղտնիք չէ, որ Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստան կուսակցությունը նախընտրական ակտիվ աշխատանքների մեջ է։ Բոլոր համայնքներում գրասենյակներ են բացում, հանդիպումներ ունենում, թիմ հավաքում, ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալել, ինչը խիստ անհանգստացնում է իշխանություններին։ Ուժեղ Հայաստանի դեմ ագրեսիվ հակաքարոզչություն իրականացնելուց զատ իշխանական պատժիչ մեքենանը նաև գործի անցել։ Թերթը տեղեկություններ ունի, որ իշխանության տարբեր օղակներից փնտրում գտնում են բոլոր այն սեփականատերերին, որոնք վարձակալությամբ գրասենյակներ տարածքներ են տրամադրում Կարապետյանի թիմին, համագործակցում են նրանց հետ եւ փորձում են ճնշումներ բանեցնել, ստիպել, որ հետ կանգնեն նոր քաղաքական ուժի հետ համագործակցելուց։ Անգամ սկսել են ստուգել անշարժ գույքի գրասենյակների տարածքների սեփականության օրինականությունը, փորձելով վախի մթնոլորտ ստեղծելով մարդկանց հետ պահել ընդդիմադիր շարժմանն աջակցելուց։